Այս թեման դա ավանդույթների պահպանումն է և բարոյահոգեբանական առողջացումը։ Այս բաժնում կխոսենք բարոյական արժեքների մասին։ Դրանք շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք միշտ հարգել ենք մեր ավանդույթները։ Բայց սա նաև անհրաժեշտ է երկրի արագ զարգացման համար։ Իրականում շատ մեծ կապ կա այդ երկու ուղղության մեջ։ Եթե մենք ուզում ենք վերացնել գործազրկությունը և անցնել գործի, ապա արդյունավետ աշխատանքի համար կարևոր է շատ, որ մարդու թիկունքում, նրա ընտանիքում, մարդկանց հետ հարաբերություններում ամեն ինչ հարթ լինի և ոչ մի բան չխանգարի աշխատելու ու ստեղծելուն։ Վերջին հաշվով, եթե պարզ ասենք, եթե դու տրամադրություն չունես, վատ է տրամադրությունդ, ինչ որ այդ բարոյական արժեքների հետ կապված խնդիրներ կան, ճիշտ դրվածքը ընտանիքում բացակայում է, աշխատանքն էլ պարզ է, որ շատ թույլ է լինելու, էֆեկտիվ ոգևորություն չի լինելու։ Մեր երկրի և ժողովրդի գլխավոր կապիտալը դրանք բարոյական ավանդույթներն են, որոնց շնորհիվ Հայաստանը գոյություն ունի արդեն հազարամյակներ։ Մեր մեծ առավելություններից մեկն այն է, որ մեզ մոտ երեխաներն մանկուց դաստիարակվում են այնպես, որ նրանք թիկունք լինեն միմյանց, ոչ միայն քույր և եղբայր, այլև բոլոր մոտիկ հեռու բարեկամներով։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են ծանր պահեր, ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական։ Հենց դրա պատճառով է, որ ֆինանսապես զարգացած երկրներում այդքան շատ են ինքնասպանությունները, և բնակչության գրեթե կեսը հակադեպրեսանտներ է ընդունում, իսկ դա արդեն ցուցանիշ է դժբախտ լինելու, երբ որ սկսում են ընդունել հակադեպրեսանտներ։ Մեզ մոտ Հայաստանում ընդունված է կյանքի դժվարություններին դիմակայել միասին։ Եթե մեկը սայթաքում ու ընկնում է, մյուսներն օգնում են նրան ոտքի կանգնել։ Եթե մեկի վիճակը վատ է, նա գոնե հանգիստ է, որ իրեն կօգնեն եղբայրները, ընկերները և բարեկամները։ Այն երկրներում, որտեղ չկան այս հիմքերը, մարդն ավելի է վատանում միայն այն մտքից ու վախից, որ իրեն ոչ ոք չի օգնի։ Որտեղ երբ որ մարդ հոգեբանական պրոբլեմներ ունի, ինքը խորը անդունդի մեջ է գտնվում, այնտեղից դուրս գալը շատ բարդ է առանց հարազատ մարդկանց օգնության։ Երբ ուղևորատար ինքնաթիռ է թռչում, խցիկում պարտադիր երկու օդաչու են նստեցնում, թեև մեկն էլ կարող է կառավարել, դա ինչի համար է արվում։ Արվում է նրա համար, որ եթե մեկի ինքնազգացողությունը վատանա ճանապարհի ընթացքում, մյուսը ստանձնի ինքնաթիռի կառավարումը։ Նույնն էլ մեզ մոտ է։ Եթե սա վերցնենք փոխաբերական իմաստով, մեր մոտ նույն դրվածքն է կյանքի ճանապարհը անցնելու իմաստով։ Ուրեմն միասին քայլելու ավանդույթը մեր երջանկության կարևորագույն գրավականներից է։ Մենք պետք է պահպանենք այս ավանդույթը պետական մակարդակով, ինձ թվում է բոլորն էլ ինձ հետ կհամաձայնվեն։ Շեշտադրում է պետք դնել այս բաների վրա, բացի ֆինանսական զարգացումից, մենակ ֆինանսականը չի, որ մեզ պետք է։ Այս ավանդույթի պետական մակարդակով աջակցությունը ենթադրում է պետության կողմից ճանաչողական հաղորդումների, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ֆինանսավորում, որտեղ կշեշտադրվեն ազգային ավանդույթները։ Կոպիտ ասած գովազդում ենք մեր ավանդույթները, մենք պետք է գովազդենք, որ մանավանդ ինչ վերաբերում է երիտասարդներին, որ ավելի վաղ տարիքից նրանք հասկանան սրա կարևորությունը, որ չհասնեն 50-60 տարեկան հասակի և նոր սկսեն հասկանալ, որ սա շատ կարևոր բան է, պարզվում է։ Ուրեմն տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում պետական մակարդակով։
այս թեման։ Եվս մեկ ավանդույթ, որը մեր ազգային հարստությունն է։ Հարգանքը մեծերի հանդեպ։ Սա ոչ միայն ապահովում է արժանապատիվ ծերություն, այլև կառուցում է ճիշտ հիերարխիա, երբ կյանքի մեծ փորձ ունեցողները սովորեցնում են նրանց, ովքեր դեռ չունեն այդ փորձը, այլ ոչ թե հակառակը։ Սա բացարձակապես կապ չունի համակարգիչների կամ մեքենաների տեխնիկական նվաճումների հետ։ Սա կյանքի իմաստության մասին է, այդ փորձը փոխանցելու մասին է խոսքը, որը չի փոխվում տեխնիկական առաջընթացից կախված, այսինքն կյանքի փորձը չի փոխվում։ Դարերով նույն էտապները մարդիկ իրենց կյանքի անցել են եւ մարդկային հարաբերություններում ոչ մի բան չի փոխվում, նույնն է մնում։ Նաեւ մեզ մոտ ընդունված է, որ կինը հարգի իր ամուսնուն։ Սա էլ իրականում շատ լուրջ արժեք է, ճիշտ դրվածք է։ Երբ այդ հարգանքը չկա, ամուսնու ինքնագնահատականը խիստ ընկնում է, իսկ կյանքում առաջ գնալու համար պարտադիր բարձր ինքնագնահատական է պետք։ Մեզ մոտ ընդունված է, որ ամուսինը միշտ պահպանի առաջնորդի դիրքը ընտանիքում։ Այն պահին, երբ նա դադարում է պահպանել այդ դիրքը, նրա վարկանիշը առաջին հերթին կնոջ աչքերում է ընկնում։ Ինչն էլ դառնում է բազմաթիվ ամուսնալուծությունների պատճառ։ Այսինքն ստեղ, եթե մենք ուշադրություն դարձնենք հիմիկվա դեպի եվրոպական արժեքներ, դեպի Եվրոպայի շարժումների կարգախոսներին, շատ կարևոր բան շատերը բաց են թողնում, որ հենց այս դրվածքը Հայաստանում ինքը իրականում շատ ճիշտ է հենց այն առումով, որ թեկուս գործարար աշխարհում ինչ որ բիզնեսների մեջ մարդիկ հաջողության հասնեն։ Եթե ուշադրություն դարձնենք, օրինակ Ռուսաստանում հայկական ընտանիքները միշտ որպես կանոն հաջողության են հասնում ինչ որ գործերում եւ դա ոչ թե նրանց բարձր գիտելիքների շնորհքն է առևտրի մեջ, այլ հենց այդ ճիշտ դրվածքն է։ Երբ որ միշտ ամուսինը թիկունքում պաշտպանված է։ Իսկ օրինակ սլավոնական ընտանիքներում շատ ժամանակ հակառակն է տեղի ունենում, այնտեղ, չգիտեմ, 80% դեպքերում անդադ տղամարդը ցանկացած խնդրի ժամանակ հեղինակա զրկվում է եւ ոնց որ ասած այդ էներգիան կրակը տղամարդկանց մեջ պակասում է արարելու ինչ որ բիզնեսում օրինակ հաջողության հասնելու եւ այլն։ Իսկ եվրոպական երկրներում այնտեղ ընդհանրապես հավասարություն է տղամարդու եւ կնոջ մեջ եւ այդ ճիշտ բալանսը լրիվ խախտված է, դա անբնական բան է։ Եվ այդ անբնական բանի հետևանքները, եթե նրանք հիմա էլ չեն ընդունել, որ դա այդքան էլ ճիշտ չի, դա անբնական է, հաստատ 20-30 տարի հետո ընդունվելու է նրանց կողմից, բայց բնակչության հարաբերությունը այնտեղ արդեն Եվրոպայի բնիկ բնակչության եւ եկվորների լրիվ ուրիշ է լինելու, կոպիտ ասած արդեն ուշ է լինելու։ Ուրեմն այս ավանդույթների պետական մակարդակով աջակցությունը ենթադրում է պետության կողմից ճանաչողական հաղորդումների գեղարվեստական ֆիլմերի ֆինանսավորում, որտեղ կշեշտադրվեն ազգային ավանդույթները, ինչպես նաև այդ տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում։ Օրինակ Ռուսաստանում, եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում, որտեղ ընդունված չեն սերտ կապեր պահպանել բարեկամների հետ, երեխաներին առանց տատիկ պապիկների օգնության մեծացնելը այնքան դժվար է դառնում։ Սա միջին ընտանիքի մասին է խոսքը, որ իրենց չեն կարող թույլ տալ շռայլություն, ասենք դայակ հրավիրելու եւ այլն։ Ուրեմն առանց մեծահասակների երեխա մեծացնելը այնքան բարդ գործ է դառնում մոր համար, որ շատ կանանց հոգեկանը տեղի է տալիս։ Այո, սկեսուրը չի միջամտում նրա գործերին, բայց առանց նրա օգնության երիտասարդ մայրը կորցնում է եւ առողջությունը եւ հոգեկան հանգստությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե մարդիկ միասին են, կյանքի դժվարությունները հաղթահարելն ավելի հեշտ է։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում են մեր
ավանդույթները, այսինքն երեխաները հարգում են ծնողներին, ծնողները հարգում են իրենց ծնողներին եւ այդպես շարունակ եւ ոչ ոքի հետ, փոքրը մեծի հետ բարձր ձայնով չի վիճում։ Երբ ասում եմ պետությունը պետք է սատարի այս ավանդույթներին, նկատի չունեմ միջամտությունը ընտանիքի գործերին։ Նկատի ունեմ, որ լրատվամիջոցներով մատուցվեն նյութեր, որտեղ մեր ավանդույթները միշտ ներկայացված լինեն դրական լույսի ներքո, որպեսզի մեր մշակույթն ավելի շատ գովազդվի, քան արևմտյանը։ Արևմտյան մշակույթից մենք կարանք վերցնենք նրանց լավ կողմերը, արտադրությունը կազմակերպելու, ընդհանրապես կարգ ու կանոնը պաշտպանելու, բայց ոչ այս ընտանիքի ճիշտ դրվածքի հարցեր կան, որոնտեղ միանշանակ նրանք շատ են շեղվել։ Դա հաստատ սխալ է։ Այժմ խոսենք ազգային մակարդակով բաց թողումների մասին, քանի որ մենք հաճախ երեխաներին դարձնում ենք մեր կյանքի միակ իմաստը, ոչ բավարար խիստ դաստիարակության պատճառով շատ երիտասարդներ ուղղակի ահաբեկում են իրենց ծնողներին եւ բարեկամներին իրենց կամահաճույքներով։ Ծնողները չկարողանալով մերժել երեխային, հիմնականում սա տղաներին է վերաբերում, վարկեր են ձևակերպում իրենց վրա։ Իսկ զավակները գնում են թանկարժեք մեքենաներ կամ այդ գումարները վատնում են կազինոներում եւ օնլայն խաղերում։ Ամենավատն այն է, որ այդ վարկերը հաճախ ձևակերպվում են սեփական տան գրավադրությամբ։ Արդյունքում ծնողները մնում են առանց տանիքի։ Մեզ մոտ դեռ չի ձևավորվել ֆինանսների կառավարման մշակույթ, ֆինանսների կառավարման կուլտուրա։ Մարդիկ վարկ ստանալով չեն դիմանում շքեղ ապրելու գայթակղությանը եւ շատ արագ դառնում են բանկերի ստրուկը, այսինքն ծախսում են այդ գումարը ոչ նպատակային։ Ու դառնում են փաստորեն բանկերի ստրուկը, աշխատում են ուղակի տոկոսներ փակելու համար։ Եվ սա ինչ որ հատուկեն դեպքեր չի, սա ազգային աղետի հասնող իրավիճակ է։ Մարզերում օրինակ, եթե մարդկանց հետ շփվեք, ես չգիտեմ, այնտեղ համարյա ընտանիք չկա, որ վարկերի տակ չի։ Բայց ի տարբերություն, ասենք, եվրոպական երկրների, մեզ մոտ տենց ստաբիլ մարդիկ աշխատանք չունեն, որ այդ վարկերը իրենց համար սովորական պլանավորված բան լինի։ Այսօր աշխատանք կա, վաղը չկա, ինչ են անելու։ Ու ավելի շատ այդ հոգեբանական այդ ապրումներից մարդիկ ավելի շատ են մաշվում, քան ֆիզիկական աշխատանքից։ Պետությունը ինչպես խիստ ծնող պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին, հասկանալով բնակչության մեծամասնության թույլ կողմերը։ Չի կարելի թույլ տալ բանկերին վարկեր տալ, իսկ հետո խլել մարդկանց տները։ Ճիշտ ասած, մարդիկ մեծ մասը կասեն, պետությունը ինչի պետք է խառնվի մեր գործերին, կուզեմ վարկ կվերցնեմ, կուզեմ չեմ վերցնի, բայց իրականում այդ խառնվելը ժամանակի ընթացքում բերելու են նրան, որ հենց այդ նույն մարդիկ ասել են, դե հա, լավ էր, որ տենց էր, լավ եղավ, որ խառնվեց, որովհետև ճիշտ եղավ, մեզ մի քիչ խստություն էր պետք, մենք մեզ չէինք կարող պինդ պահել այդ հարցերում։ Եվ նույն խնդիրն էլ ունենք նաև մեր տղամարդկանց պարագայում, ովքեր ավելի հասուն տարիքում, երբ ծնողների մասին հոգ տանելն արդեն դառնում է իրենց ուղղակի պարտականությունը, բարոյական պարտականությունը, հակառակ մեր ավանդույթներին շատ սուղ են օգնում ծնողներին, այսինքն շատ հարցերում անտեսում են, հատկապես ֆինանսական մասով։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ այս կյանքում լիովին կայացած որդիները ապրում են ընդարձակ ու գեղեցիկ տներում, ունեն թանկարժեք մեքենաներ եւ միևնույն ժամանակ ծնողներին այցելելուց այցելում են ծնողներին, որոնք ովքեր ապրում են շատ համեստ պայմաններում, վերանորոգման կարիք ունեցող տներում եւ խիստ խնայողության պայմաններում, որպեսզի գումարը բավականացնի դեղորայքի ու բժիշկների այցի համար։ Շատ հաճախ նման
զավակներն իրենց ժլատությունն արդարացնում են նրանով, թե իբր ծնողները չեն ցանկանում ֆինանսական օգնություն ընդունել, որպեսզի նեղություն չտան իրենց երեխաներին։ Շատերը գուցե ինձ չհավատան, բայց հիմա կան շատ հայեր, ովքեր չեն ցանկանում իրենց եկամտի նույնիսկ 10-րդ մասը հատկացնել իրենց ծերացած ծնողներին եւ նույնիսկ չեն գիտակցում իրենց անարժան վարքագիծը։ Պետական մակարդակով իրազեկումը նման անարժան երևույթների վերաբերյալ պետք է պարտադիր լինի։ Հաջորդ թեման, որը վերաբերվում է մեր երկրի բարոյական առողջացմանը, սելեկտիվ աբորտներն են։ Այս երևույթը կարելի է բնութագրել որպես բարոյականության աղետ։ Ասում են հին Հունաստանի Սպարտայում թույլ նորածին երեխաներին ժայռից ցած էին նետում, որպեսզի ապագա զինվորները լինեն առողջ եւ ուժեղ։ Սակայն գիտնականները ապացուցեցին, որ դա լեգենդ է։ Բայց մեր սերունդները ապագա մեզ չեն ների այն դաժանությունների համար, որոնք մենք անում ենք հիմա, որովհետև սա արդեն լեգենդ չի, սա դաժան իրականություն է։ Երբ մենք հղիության 5-րդ ամսում դեռ չծնված աղջիկ երեխային մասնատում ենք եւ դա անվանում ենք հղիության արհեստական ընդհատում, կուլտուրական sense բառերով, մենք պետք է գիտակցենք մեր երկերեսանիության աստիճանը։ Ինչու եմ ասում մենք, որովհետև նույնիսկ եթե դու ապրելով այս երկրում դա չես արել, բայց գիտես, թե ինչ է կատարվում ու լռում ես, նշանակում է ինչ որ առումով դա կատարվում է քո համաձայնությամբ։ Բարոյական առողջացումը չպետք է լինի ձևական, այն պետք է լինի սեփական սխալների ընդունում։ 2020 թվականին մենք կորցրեցինք այդքան երիտասարդ տղաների, իսկ մինչ այդ նույն քանակությամբ չծնված աղջիկների կյանքեր էր խլվում։ Մտածեք, գուցե կա այստեղ սիմվոլիկ կապ։ Մի օրինակ էլ բերեմ բարոյականության տեսանկյունից։ Երբ մարդասպանը գնում է սպանության, զոհը միշտ պաշտպանվելու հնարավորություն ունի։ Այս դեպքում մենք փաստացի գնում ենք մի սպանության, որտեղ փոքրիկ մարդուկն անպաշտպան է։ Նա արդեն վախ եւ ցավ է զգում, բայց ոչինչ չի կարող անել, ոչ փախչել, ոչ բղավել։ Կա եւս մի շատ խորհրդանշական երևույթ։ Մարդկանց մեծամասնությունը, որ հարցնեք, տեսել են երազներ, որտեղ իրենց վտանգ է սպառնում երազում, բայց նրանք չեն կարողանում ոչ փախչել, ոչ օգնության կանչել։ Նույնը չի կարող անել չծնված երեխան այդ վիճակում։ Մտածեք այս մասին, հնարավոր է դա շատ կարևոր նշան է։ Կարճ ասած, սա պետք է օրենքով արգելվի։ Առաջին հերթին մարդկանց թույլ չտալու համար անել մի բան, որի համար հետո կարող են ողջ կյանքում զղջալ։ Ձեզից շատերը կմտածեն, թե այս ամենը ինչ կապ ունի երկրի զարգացման հետ։ Իսկ ես ձեզ կասեմ, որ ամենաուղիղ կապն ունի։ Երբ պետությունը ստեղծում է զարգացման պայմաններ, մնում է աշխատել ու կառուցել հզոր երկիր։ Բայց խղճի ծանրությամբ ապրող մարդը չի կարող կատարել լիարժեք աշխատանք։ Լավ հոգեվիճակում գտնվող մարդը մի քանի անգամ ավելի արդյունավետ է աշխատում, քան ընկճվածը։ Եվս մեկ շատ ցավոտ թեմա՝ հիվանդ երեխաների բուժման հարցը։ Երբ երեխայի բուժման համար մեծ գումարներ են հարկավոր, պետությունը պետք է ստանձնի այդ ծախսերը, պարտավոր է վերցնի իր վրա։ Դա պետության համար չնչին գումար է, բայց պետության հեղինակությունը խիստ տուժում է։ Երբ մարդիկ սոցցանցերում տեսնում են հիվանդ երեխաների համար դրամահավաք, այդ պահին բոլորը հասկանում են, որ պետությունը չի օգնում իրենց բուժման վճարումների հարցում։ Իսկ հաջորդ էջում նորությունների կարդում են պատգամավորների, օրինակ ստացած հսկայական պարգևավճարների մասին։
Ես վճարում եմ հարկեր եւ ուզում եմ, որ այդ գումարները ուղղվեն երեխաների բուժմանը, այլ ոչ թե ճոխ պարգևավճարներին եւ այսպես համոզված եմ մեծամասնությունը այսպես են մտածում։ Պետությունը պարտավոր է եւ նույնիսկ ոչ թե պարտավոր է, այլ պարզապես անբարոյականություն է չֆինանսավորել ծանր հիվանդ երեխաների բուժումը։ Այդ գործը թողնելով սովորական քաղաքացիների վրա, ովքեր սոցիալական ցանցերում միջոցներ են հավաքում։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են դժվար պահեր, որ նա պետք է հաղթահարի։ Այսինքն ամեն մարդու կյանքում այդ ծանր պահերը դոզավորված են, բայց դու չես կարող մարդուն ամեն օր այդ ծանր ինֆորմացիայով ծանրաբեռնես, ինքը իր շատ մարդիկ շատ զգայուն են, իրանք ուղղակի չեն դիմանում ու ընկնում են մի հատ անհանգիստ շատ վատ վիճակի մեջ դրա պատճառով։ Բոլորին հո չեն կարող օգնել ֆինանսապես։ Երբ դու գրեթե ամեն օր էկրաններից տեսնում ես ծանր հիվանդ երեխաների, դա չափազանց մեծ հոգեբանական բեռ է մարդկանց համար։ Մենք բոլորս հարկեր ենք վճարում եւ բոլորս էլ դեմ չենք լինի, որ ճանապարհների մի մասը օրինակ ասֆալտապատվեն ոչ թե հիմնովի, այլ հատվածաբար, որպեսզի դա հնարավորություն տա բուժել բոլոր ծանր հիվանդ երեխաներին, փորձել բուժել գոնե։ Գումարներ հատկացնել ինչքան որ նրանց հարկավոր է։ Դա պետք է պահանջել պետությունից եւ պետք է մարդկանց ազատել այդ հոգեբանական ծանր բեռից եւ պարտավորությունից։ Այսինքն, երբ որ պետությունը վերցնի իր վրա այդ երեխաների բուժման ծախսերը, դրանից հետո պետք է արգելել սոցցանցերում այդ հայտարարությունները։ Մարդիկ պետությունը պետք է ընկալեն որպես հոգատար ծնող, այլ ոչ թե օրենքով աշխատող երկաթյա մեքենա։ Պետության համար առաջնահերթություն պետք է լինի մարդու կյանքը եւ հատկապես երեխայի կյանքը։ Հաջորդ թեման՝ շարքային աշխատող մարդու հեղինակության հարցը։ Սա մեր երկրին կոնկրետ վերաբերվում է մեր երկրին շատ լուրջ թեմա է այն առումով, որ երկրի ֆինանսական զարգացման առումով եւ ընդհանրապես մարդկանց ճիշտ աշխարհայացքի իմաստով աշխարհընկալման այստեղ ճիշտ աշխարհընկալման թեման է։ Անմիջապես բերեմ մի օրինակ, որով կբացատրեմ այս թեմայի իմաստն ու կարևորությունը։ Եթե մենք հիմա դպրոցներում հարցում անցկացնենք երեխաների շրջանում, թե ինչ են ուզում դառնալ, նրանց մեծ մասը կպատասխանի՝ ուզում եմ լինել գործարար, ես ուզում եմ լինել հարուստ կամ նման մի բան։ Իսկ դա նշանակում է, որ ապագայում նրանց մեծ մասը այդ երեխաների հիասթափված կլինի կյանքից, որովհետև բոլորի համար հարուստ դառնալը ֆիզիկապես ուղղակի անհնար է։ Ստացվում է, որ մարդիկ ամբողջ կյանքն ապրում են սպասումներով, թե ահա հիմա կհարստանամ ու կապրեմ ինչպես ֆիլմերում։ Երբ դա տեղի չի ունենում, սովորաբար կյանքի երկրորդ կեսին, շատերի մոտ սկսվում են ուժեղ հիասթափություններ եւ իրենց պատկերացրած գորշ իրականության ընդունումը։ Իրենց պատկերացրածը դա ճակերտների մեջ են վերցնում։ Այսինքն, եթե հարուստ չես, ուրեմն դա այն գորշ իրականությունն է, որ այդ կյանքը, ասենք, կոպիտ ասած, այդ կյանքը պետք չէր իրանց։ Շատերը սկսում են ոգելիչ խմիչքներ օգտագործել եւ այս ամենը նրանից է, որ հեռախոսների համակարգիչների եւ հեռուստացույցների էկրաններից նրանք անդադ ինֆորմացիա են ստանում լավ կյանքի գովազդի, որ ինքն իրեն երջանկություն չի բերում, բայց այտենց տպավորություն է ստեղծում։ Այս թեման վերաբերվում է ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդու արժանապատվության նսեմացմանը։ Այսինքն երկիրը հիմնականում այդ մարդկանց ուսերին է, ովքեր որ ֆիզիկական աշխատանք են կատարում եւ ապահովում են մարդկանց սննդով,
տարբեր ծառայություններով, ինչ որ պետք է նորմալ ապրելու համար։ Բայց այդ ապրելաոճը սենց ասած չի գնահատվում, պատվավոր չի, չնայած մարդկանց մեծամասնությունն են այդ կյանքով ապրում։ Ինչպես նաև միջին եկամուտ ունեցող մարդու արժանապատվության նսեմացման հարցն աստեղ։ Քանի որ այդ մարդիկ մեր երկրում հիմնականում իրենց անհարմար են զգում, ոնց կա ճիշտը ասենք, էլի։ Նրանց թվում է, թե իրենք կյանքում հաջողության չեն հասել։ Մի ահագին մեծ մասն է սա խոսքը, բոլորի չէ իհարկե։ Սա շատ լուրջ խնդիր է, եւ այս խնդրի լուծումը նույնպես շատ ուժեղ ազդում է մեր երկրի զարգացման տեմպերի վրա։ Հայաստան ժամանած մեծ թվով հանդիկ երիտասարդները դրա ապացույցն են։ Այսինքն մեր երիտասարդները չեն ուզում աշխատեն, պատվավոր չի։ Հայաստանում սովորական աշխատանքը համարվում է ամոթալի։ Դա իհարկե ոչ ոք ուղղակիորեն չի ասում մարդկանց, բայց նրանք զգում են այդ վերաբերմունքը իրենց հանդեպ։ Հատկապես դա իրենց վրա շատ ուժեղ զգում են երիտասարդ տղաները, ովքեր դժվարությամբ են կարողանում օրինակ իրենց դուր եկած աղջիկների ուշադրությունը գրավել, որովհետև հարուստ չեն։ Սա պարզապես աղետ է։ Սա սխալ արժեքների խնդիր է։ Երիտասարդ աղջիկները օրինակ Instagram-ում տեսնում են շքեղ կյանքի գովազդը եւ ենթագիտակցաբար կարծում, որ եթե իրենց կյանքն այդպիսին չէ, ուրեմն այն ձախողված է։ Եթե հարցնենք նրանց, թե որքան պետք է վաստակի իրենց ապագա ամուսինը, նրանցից մեծ մասը կնշեն գումարներ, որոնք միջին վիճակագրական տղան Հայաստանում չի աշխատում։ Սա բերում է հիասթափության եւ ամուսնալուծությունների։ Այսինքն շատ դեպքերում ամուսնությունը դառնում է փողզիջման ինչ որ գործողություն, փոխադարձ փողզիջման։ Մենք կարող ենք փոխել սա, եթե պետական մակարդակով նկարահանում են որակյալ ֆիլմեր եւ սերիալներ, որտեղ գլխավոր հերոսը կլինի սովորական աշխատավորը, սովորական մարդը, զոդողը, շինարարը, վարորդը։ Երբ ես օրինակ մեքենաս հանձնում եմ վերանորոգման, հաճախ տեսնում եմ վարպետների, ում դեմքին ուղղակի գրված է. Ինչու եմ ես այստեղ, ես պետք է հարուստ լինեի ու այս պահին զբոսանավով գեղեցիկ աղջիկների հետ ճանապարհորդեի։ Շատերը տենց են մտածում։ Նրանք դեռ չեն հասկանում, որ զբոսանավի հաճույքը կտևի առավելագույնը լավ 2-3 ամիս։ Եվ նա կդառնա նույնքան դժգոհ մարդ, թեկուզ եւ հարուստ կարգավիճակով։ Այսինքն այս ամեն ինչը մեջից է գալի, գլխից է գալի։ Իսկ իրական երջանկությունը այն է, որ երբ աշխատանքից հոգնած տուն ես գալիս, կինդ համեղ ընթրիք է պատրաստել, իսկ փոքրիկ դուստրդ վազում է ընդառաջ քեզ եւ գրկում է քեզ։ Մարդիկ ապրում են պատրանքներով, իլյուզիաներով, եւ պետության խնդիրն է բացատրել նրանց, թե որն է իրական երջանկության միջավայրը։ Սա շատ հոգեբաններ էլի եկել են այս եզրակացության, որ կյանքը վերջին հաշվով այն չէ, ինչ որ կատարվում է, այլ այն է, ոնց ես դու այդ ամեն ինչը ընկալում։ Դրանից է կախված դու երջանիկ կլինես, թե չէ։ Տաքսու վարորդներ, վաճառողներ, առաքիչներ, վարպետներ։ Այս սովորական աշխատավոր մարդիկ պետք է լինեն տարբեր հետաքրքիր գեղարվեստական ֆիլմերի գլխավոր հերոսները։ Եվ նման ֆիլմերի ստեղծումը պետության ուղղակի պարտականությունն է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ուժային կառույցների մասնագիտական հեղինակությանը, օրինակ զինվորական, ոստիկան, փրկարար ծառայող, պետական միջոցների հաշվին անպայման պետք է նկարահանվեն ֆիլմեր եւ սերիալներ, որտեղ գլխավոր հերոսները հենց այս մասնագիտությունների ներկայացուցիչներն են։ Մարդու աշխարհընկալման վրա ազդելու բազմաթիվ մեթոդներ կան։
Եվ պետությունը իր ֆինանսական մեծ հնարավորություններով կարող է շատ դեպի լավը փոխել մարդկանց մտածողությունը։ Այ պատկերացրեք լավ սերիալ նկարահանվի ոստիկանական, հա, ոստիկանների մասին, ասենք քննիչի մասին եւ այլն, ռուսական սերիալները բոլորդ էլ երևի հիշում եք, ինչքան նայվող էին, եթե որակյալի մասին է խոսքը գնում, միանշանակ պետք է որակյալ լինի, կամ մեկ ժամանակ են ֆրանսիական ֆիլմ կար տաքսիստի մասին։ Այդ ֆիլմերը կարող են հերոսացնել այդ սովորական մասնագիտությունները, ու այդ մարդը, որը որ այդ մասնագիտության մեջ է աշխատում, 10, 20, 30 տարի հետո, 20-30 տարի ինքը կարա շատ ավելի լավ զգա իրան, ոգևորված լինի, որ ինքը այդ գլխավոր հերոսի մասնագիտության էլի տեր մարդը, հասկանում եք, այդ տենց իրականում շատ մեծ նշանակություն ունի, որտեղ ինքը ավելի հավեսով է աշխատելու, ավելի ոգևորված է աշխատելու, իսկ դա 1% չէ, 2% չէ, կարող է մի 30%-ի տարբերություն տա վատ աշխատելու ու լավ աշխատելու մեջ, դե եթե բոլոր աշխատող մարդիկ են մեր երկրի դրա մասնախոսքը գնում, պատկերացրեք ինչքան է դա ավելի ազդելու երկրի զարգացման վրա, լավ իմաստով, ու ընդհանրապես հենց իրանց անձնական կյանքի իմաստով էլ։ Սա շատ կարևոր է։